երեկո, դրսում մութ, բայց մենք լույսի ու ջերմության մասին ենք խոսելու։ Բարի գալուստ Ներս, նա 25 տարի շարունակ ապացուցել է, որ բարությունը պարզապես գեղեցիկ բառ չէ, այլ կոնկրետ գործողություն։ Տիկնայք եւ պարոնայք, այս երեկո Ներսում Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է, բայց նա դիմավորեք Ներսեսին։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, եթերում Ներսարի գիշերային շոուն է, եւ մենք հաճախ մտածում ենք, այս աշխարհում բարությունը վերացել է։ Մարդիկ մենակ իրենց մասին են մտածում, փողի, դղյակի, բիզնեսի մասին, բայց միշտ կան մարդիկ, որոնց օրինակը վարակիչ պետք է լինի։ Մարդիկ, ովքեր ապացուցում են, որ մարդը մարդ մնալու հնարավորություն միշտ ունի։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլորը վազում են իրենց գործերով, բայց քչերն են կանգնում ու նայում կողքի մարդուն, մտածում ոնց օգնենք։ Մենք հիշում ենք բարեգործությունը մենակ դեկտեմբերին, նոր տարուց առաջ, բայց այն մարդիկ, ովքեր իսկապես կարիքն ունեն մեր օգնության, նրանք այդ կարիքն ունեն ամբողջ տարի։ Հիմա մի պարզ բան, եթե բոլորն ամեն օր ուղղակի մի լավ բան անեն մեկի համար, չգիտեմ, մեկ բաժակ սուրճ հյուրասիրեն, մի կարիքավորի օգնեն, մի բարի խոսք ասեն, աշխարհը վստահաբար արդեն շատ ավելի լավը կլինի։ Ու գիտեք, բարություն անելու ամենահեշտ ձևը երեխաներին օգնելն է։ Իրենց ժպիտը լուրջ եմ ասում, ավելի թանկարժեք, քան ցանկացած թանկարժեք մեքենա։ Այսօր մենք խոսենք հենց այդ մասին, երեխաների ապագայի կրթության եւ բարության մասին, բայց ես ամենի մեջ մի բան հաստատ է։ Այսօրվա թողարկումը կլինի ինչպես միշտ, մի քիչ խելագար, մի քիչ խուճուճ ու հաստատ շատ լավ դրամատրությամբ։ Ողջունենք մեր նվագախմբին, Ռուցլայն, տղեկ, շնորհակալ եմ կրկին, որ ինձ հետ ներսում եք։ Վստահ եմ, որ լավ եք ու լավ երեկո ենք միասին ունենալու։ Հիմա ես շտապում եմ դեպի բար, իսկ դուք տվեք այն բարության չափաբաժինը, որ միշտ սպասում ենք մենք երաժիշտներից։ Գնացինք։ Շնորհակալություն մեր երաժիշտներին եւ հիմա ես Վիենդեմ բարում եմ ու այսօր իմ հյուրին հյուրասիրեմ Վիենդեմ 10 տարեկան կոնյակ։ Վիենդեմ կոնյակ հայկական կոնյակագործության արվեստի բացառիկ նմուշ, որը ստեղծվել է Armenia Wine ընկերության հիմնադիրներ Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների սիրով ու նվիրումով։ Այս դերակերտ գլուխգործոցը միավորում է հայկական տերուարի պարգևած համերն ու բույրերը ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների հետ։ Հիմա կպատմեմ Վիենդեմ կոնյակի առանձնահատկությունները։ Հնեցում 3, 5, 7 եւ 10 տարի յուրաքանչյուրն իր յուրահատուկ համային փնջով, համի նրբերանգներ, ներդաշնակ համերի սիմֆոնիա, որտեղ յուրաքանչյուր կաթիլ բացահայտում է հայկական տերուարի բույրերն ու համերը։ Ստեղծման գործընթաց ֆրանսիացի կոնյակագործ Օլիվիե Շապտի ղեկավարությամբ Վիենդեմ կոնյակի ստեղծման բոլոր փուլերը եղել են ձեռակերտ եւ ստեղծագործական ընթացք հայ վարպետների մասնակցությամբ։ Վիենդեմ կոնյակը ոչ միայն ըմպելիք է, այլ նաեւ լիրիկական բալլադ, որը պատմում է Հայաստանի մասին իր բույրերով ու համերով։ Այն ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում, ինչպիսիք են Մոսկովյան Prod Expo-ն, որտեղ արժանացել է խմիչքի գիտակների բարձր գնահատականին։ Վիենդեմ կոնյակը համերի եւ բույրերի հանճարեղ սիմֆոնիա է, որը ստեղծվել է հայկական տերուարի պարգևած բերքի եւ ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների միաձուլումից։ Վիենդեմ կոնյակ 10 տարվա ներդաշնակ համերի սիմֆոնիա։ Իսկ հիմա կարճ դադար, որից հետո կդիմավորենք մեր հյուրին։ Գնացինք։ Բայց կանգնած եմ ու վաղուց, ով նայում է, ծիծաղում է, որ թրջում եմ սիրուց։ Ես հանգչում եմ, հառաչում եմ, այն ծառի տակ ուր անգամ, մենք շրջել ենք, աննրջել ենք, մեր սիրո ապագան։ Դու անխավար, լույսի դու Երևան, Amen hai, huisi tum Yerevan. Tu anchava, huisi tum Yerevan. Amen hai, huisi tum Yerevan.
Մենք վերադարձանք, շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն եւ ուրախությամբ ուզում եմ ասել, որ մենք մեր ամենալուսավոր ու ամենագեղեցիկ տոնի նախաշեմին ենք սիրելի հեռուստադիտող։ Այո, այս երեկո ավարտվում է ավագ շաբաթը եւ այս տարի Զատիկը նշում ենք ապրիլի 20-ին։ Սուրբ Զատիկը մեր ամենասպասված տոներից է վերածննդի, ընտանիքի եւ հավատքի տոնը։ Իսկ Զատկին նախորդող երեկոն, այսինքն վաղը, ջրաքալույցն է։ Այն ունի իր խորհուրդը, այն հիշեցնում է Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ։ Այդ օրը մարդիկ եկեղեցուց մոմ են բերում տուն, լույսը փոխանցելով իրար, հավատը հոգիներին։ Իդեպ, հենց ապրիլի 20-ին համի ուժը նախագծով Նազանի Հովհաննիսյանը լինելու է Գառնիում, իմ հայրական տանը։ Դե իհարկե մայրս Գոհարը պատրաստելու է մեծ ու գեղեցիկ Զատկական սեղան։ Բոլոր ավանդական ուտեստներով, Զատկական փլավով ու իհարկե մեծ սիրով։ Բաց չթողնեք համի ուժը կիրակի երեկոյան, իսկ մինչ այդ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Կոկա-կոլան արդեն 3-րդ տարի անընդմեջ Երևանի առևտրի կենտրոններից մեկում կազմակերպել էր խաղ մրցույթ Զատկի հավքի թակռիվ Կոկա-կոլայի հետ։ Հաղթելու համար մասնակիցներին հարկավոր էին արագություն, ճկունություն եւ մի փոքր էլ օգնություն։ Մեծ խաղ, թեժ մրցակցություն, հետաքրքիր նվերներ եւ իհարկե շատ ու շատ Կոկա-կոլա։ Առաջարկում եմ միասին դիտենք այս ուրախ մրցույթի մասին պատմող տեսանյութը, բայց մինչ դա եկեք կիսենք Կոկա-կոլան ու դարձնենք Զատիկը ավելի հիշարժան։ Զատկի հավքի թակռիվ Կոկա-կոլայի հետ։ Ավանդական դարձած խաղ մրցույթ, որի ժամանակ պետք է հավաքել Զատկի զամբյուղ։ Հաղթելու համար մասնակիցներին հարկավոր են արագություն, մտքի ճկունություն եւ մի փոքր էլ օգնություն։ Հետաքրքիր է, ովքեր են այս անգամ օգնելու մեր մասնակիցներին։ Հայկ Եվա, Միշել եւ Անի։ բրավո, բրավո, բրավո։ Սկզբում տեսնենք, ովքեր են մասնակցելու խաղին։ Հետո բաժանենք նրանց թիմերի։ Եվա, Եվա, Միշել։ Գտնենք կարևոր 4 բառերը։ Հենց այդ բառերով անվանական կոկա-կոլաներն էլ մասնակիցները պետք է ավելացնեն իրենց զամբյուղներում։ Յուրաքանչյուր թիմ ունի իր բառը։ Ընկերներ, Հարևանն է։ եղբայրներ, քույրիկներ։ Վերադառնանք կանոնների։ Մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է գտնի բոլոր բաղադրիչները։ Այս անգամ դրանք գաղտնագրված են խաչպարի տեսքով։ Թիմերի ավակները եւս կարևոր հանձնարարություն ունեն՝ գտնել եւ իրենց թիմի յուրաքանչյուր անդամին փոխանցել պահված բրենդային բաժակը։ Մեր մասնակիցները կարծես թե պատրաստ են։ Ուրեմն, սկսեցինք։ 3, 2, 1, կիսիր Կոկա-կոլան եւ դարձրու Զատիկը հիշարժան։ Գնացինք։ Արագ, 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 արագ։ Չեմ գտնում ինձ իմակիցների։ Ինքիք։ 1.5 լիտր երեխեք, 1.5 լիտր։ Ես կարելի է։ Հա, բայց դու մեծ թիմից ես, այդ 1.5 չի։ Մեծ խաղ, թեժ մրցակցություն։ Գտա, բաժակները։ Նայեք ո՞նց է Հայկը ձեռքից ստանում։ Կարևորը շտապել։ Так, կավրեն, հա։ Գտնել, Ես քեզ բաժակ տիկամ։ Ոյ, այնտեղ տեսնում չեմ մասնակից։ վազել ու էլի վազել։ Զատկի սեղանի իր խորհուրդ ունեցող գինի։ Հա, կարելի։ Հինա։ Դու, անես։ Մերսի։ Չմոռանալով կատարել բոլոր պայմանները։ Всё, ես քեզ բաժակ։ Բաժակ Կոկա-կոլա պետք է։ Բազի ինչքան ուժ ունես։ Այ այսեն։ Բազ սախ վրցել ես, բաժակ ունես, կոլա ունես, վազի դուս։ Հիմա այս ո՞նց հասկանեմ իմ մասնակիցները ստեղ են, թե չէ։ Ահա, մենք արդեն ունենք հաղթող, ավելի շուտ հաղթողներ, ովքեր ստացան իրենց մրցանակները։ Հաղթող թիմերը նույնպես։ Կոկա-կոլան տոնի հրաշքը կիսում է բոլորի հետ։ Հենց դրա համար բոլոր մասնակիցները տուն տարան իրենց հավաքած զամբյուղները։ Կիսիր Կոկա-կոլան քո ընտանիքի, սիրելիների, հարևանների հետ եւ դարձրու Զատիկը հիշարժան։ Շտորհավոր Սուրբ Զատիկ։ Մենք վերադարձանք եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ հիմա ներս եմ հրավիրում մեր հատուկ հյուրին Միկին, ով 25 տարի շարունակ ապացուցել է, որ բարությունը պարզապես գեղեցիկ բառ չէ, այլ կոնկրետ գործողություն։ Նա օգնել է հարյուրավոր երեխաների, տալով նրանց ծեր, կրթություն եւ ապագա։ Օրան բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյան, Ներսարի։
Բարի երեկո Տիկին Հովհաննիսյան, բարի գալուստներ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ որ այստեղ եք, ոնց եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ եմ, մանավանդ որ հրաշք փոքրիկները մեզ հետ ներսում են, որոնց հետ մենք դեռ այսօր կզրուցենք։ Հիմա գանք ամենասկզբից Օրանը 25 տարեկան է, այս տարի նշում է իր 25-ամյակը ու եթե ետ նայենք, հա, ամենակարևոր ձեռքբերումը այս տարիների ընթացքում։ Գիտեք, հետաքրքիր է, որովհետև մարդիկ կան, որ ավելի թվերով են տպավորվում, չէ, քանի հազար ընտանիք, բայց ինձ համար յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը շատ կարևոր է։ Ուրեմն յուրաքանչյուր երեխա, որ անցել է Օրանի սիրո եւ հոգատարության շրջանակներից դուրս, այդ երեխաները ինձ համար արդեն հաջողության պատմություններ են, ձեռքբերումներ են։ Եվ ունենք շատ լավ ընտանիքներ, հիմա կազմած երեխաներ, թորնիկներ ունենք Օրանում, երեխաներ, որ արդեն ամուսնացել են, ընտանիքներ են կազմել, եւ նրանց յուրաքանչյուրի ճակատագիրը ինձ համար ձեռքբերում է։ Այս մեծ ընտանիքը, որ դուք արդեն փաստորեն ղեկավարում եք 25 տարի։ Տիկին Հովհաննիսյան, ամենասկզբից գանք, 25 տարի առաջ, երբ առաջին շահառու երեխաները հայտնվեցին Օրանում, ոնց եղավ այս ամենը։ Ներսես առաջ ասեմ, որ 25 տարի առաջ թերևս դու չգիտեմ քանի տարեկան էր այն ժամանակ, դա շատ վատ տարիներն էր մեր հայրենիքի, մութ տարիներն էին, ցուրտ տարիներն էին, լույս չկար այդ տարիներին։ Եվ ես եւ Ռաֆին երբ որ քայլում ենք փողոցներում եւ տեսնում ենք երեխաներ, որ ձեռքը մեկնած մուրացկանություն էին անում կամ ավելի արժանապատիվ ձևով ծաղիկ էին վաճառում, որպեսզի իրենց տուն հաց տանեն, այսպես ասած, մեր համար դա շատ ազդեցիկ էր, որովհետև մենք մեծացել էինք Սփյուռքում եւ մենք չէինք պատկերացնում, թե ինչ է նշանակում հայ երեխան փողոցում առանց հաց հայտնվի։ Եվ գիտեք, ես գիտեմ, որ մարդիկ ասում են, գիտեք, բոլոր երկրներում էլ մուրացիկ երեխաներ լինում են։ Այո, բոլոր երկրներում մուրացիկ երեխաներ լինում են, բայց տարբերությունը այն է, որ սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է եւ մենք բոլորս մեծացել ենք իրար սիրելով եւ համարելով, եւ որ եթե դու հայ ես, դու մեր հայ ընտանիքի անդամ ես եւ ինչպես կարելի էր այդ բոլորը նայել եւ անտարբեր լինել, ուղղակի ընդունելի չէր։ Եվ մտածեցինք, որ լավ է մի քանի երեխա մեր տուն տանենք եւ կերակրենք իրենց։ Բայց մեր տունը մի քիչ հեռու է, քաղաքի մեջ տեղը, չէ։ Ուրեմն մտածեցինք, լավ, մի փոքր տեղ վարձենք եւ երեխաները այնտեղ տաք ճաշ կուտեն, դասապատրաստում կանեն եւ սկսեցինք 16 երեխաներով, պատկերացնում եք։ Սկսվեց այս ֆանտաստիկ ուղին, որ փաստորեն 2.5 տասնամյակ արդեն։ Բայց աստված է ուղին հարթել եւ մեր լավ բարեկամները աշխարհում եք, որտեղ մարդիկ սկսեցին նվիրատվություններ անել, ընկերներ, ծանոթներ, հետո այնքան մեծացանք, որ հիմա արդեն անծանոթներ գալիս են եւ օտար երկրացիներ։ Հենց անցյալ շաբաթ ինձ ասացին, որ պարսիկ ընտանիք եկավ եւ շատ մեծ քանակով բրինձ եւ այլ մթերք բերեց, որպեսզի իրենց կարծեմ մեծ հոր 40 օրը մահվան նեին նշում եւ հիշում եւ այդ առիթով ուրեմն այնքան ենք հիմա մեծացել, այնքան ձեռքբերումներ ունենք, որ օտարներն են նույնիսկ գալիս։ Հրաշալի է սա իսկապես։ Բայց ես վստահ եմ Տիկին Հովհաննիսյան, որ այս 25 տարիների ընթացքում դուք նաև ունեցել եք փորձություններ, որոնց միջով անցել է Օրանը։ Ինչպիսին են եղել դրանք, ոնց եք հաղթահարել են բոլոր խնդիրները, որ առաջացել են։ Գիտեք, առաջինը փորձությունները այն է, որ եթե յուրաքանչյուր երեխա խնդիր ունի տան մեջ, կամ անձնական խնդիր ունի ինքը, դպրոցում խնդիր ունի, ծնողների հետ խնդիր ունի, այդ խնդիրը արդեն դառնում է մեր խնդիրը, որը պետք է մենք լուծենք Օրանի պատերից ներս, աշխատենք ծնողների հետ, հոգեբանի աշխատանք պետք է տարվի, դպրոցի ուսուցիչների, տնօրենների հետ պետք է աշխատենք, որպեսզի երեխան ճիշտ ուղու վրա դրվի, որովհետև դուք գիտեք, որ երեխաները այնքան հեշտ կարող են սխալ ճանապարհ իրենց կյանքում ընտրել, ուրեմն մենք փորձում ենք ընտանիքին օգնել, բայց ոչ ծնողի դերը մեր վրա վերցնել, ուրեմն պետք է մեծ աշխատանք տարվի ծնողների հետ նաև։ Իսկ արդեն 20 թվականի պատերազմը Արցախի դա փոխեց ամեն ինչ երեխաների կյանքում, որովհետև արդեն մեծ թվով արցախցի երեխաներ ընդգրկեցինք նաև Օրանի պատերից ներս եւ իսկապես
շատ մեծ մարտահրավերներ կային, որտեվ երեխաները ինչքան էլ որ հայ էին եւ Արցախից էին, դեռ կային մշակութային տարբերություններ, լեզվի տարբերություն, նույնիսկ ուտելիքների մեջ ուտելիքներ կար, որ երեխաները ասում էին չէ, մենք այսպես չենք պատրաստում, մենք սովոր չենք համեմունքները, բայց նորից լավ լուրային է, որ երեխաները ավելի շուտ են ադապտացվում եւ հիմա չես կարող տարբերվել Արցախին եւ Հայաստանի երեխաները։ Ինչպես են երեխաները այսօր հայտնվում օրանում, որն է ընդունելության չափորոշիչը։ Եթե արցախցի են, համարյա հարցեր չենք տալիս, դե որտեղ պարզ է, որ եթե Արցախից են եկել, շատ դժվար պայմաններում են ապրում, չնայած ես ասեմ, որ իրենք շատ արժանապատիվ են իրենց պահում եւ երբեք այս ուզելու հարցը իրենց մոտ շատ նուրբ է դրված, դրա համար այս օրերին շատ արցախցի ընտանիքներ են դիմում, բայց ունենք նաև Հայաստանից ընտանիքներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, որոնք գիտեն օրանի մասին, հեռաձայնում են, խնդրում են, որ երեխաներին ընդունենք, ընտանիքներ կան ուղղակի այս ծրագրով թերևս վաղում այսօր մենք ահագին Հայաստանը, այո։ Զրույցի սկզբում նշեցիք, որ նույնիսկ կան արդեն երեխաներ, որոնք թորնիկներ են պարգևել օրանին։ Ինձ նաև շատ հետաքրքիր է հետագա կապը, հա, ոնց եք կարողանում պահել ու ինչպես է ստացվում այն սաների ու երեխաների հետ, որոնք արդեն դուրս են գալիս օրանից ու գնում են իրենց չափահաս կյանքն ապրելու։ Մենք օֆիցիալ կապ չենք պահում, իրենք են պահում։ Իրենք կացել, օրինակ ունենք Արտուրը, որը մեր առաջի երեխաներից է, հենց 25 տարվա եւ հենց անցյալ շաբաթ օրը ինքը եկավ փոքրիկ Ռաֆիի հետ օրան այցելելու եւ ինքը իր բերանով ասաց ես գալիս եմ իմ հորտում կարծես եւ մենք էլ իրեն այդպես ենք ընդունում։ Ինչ մասնագիտություններ են ընտրում երեխաները, ովքեր գնում են օրանից, ինչ ճակատագիր են ունենում, ունեք պատմություններ։ Տարբեր ունենք երեխաներ, որ համալսարան են ընդունվել, ավարտել, ունենք երեխաներ, որ բժշկություն են սովորում այսօր, ունենք երեխաներ, որոնց վարձատրությունը տարբեր կոմպանիներ են հովանավորել իրենց օրանի միջոցով, որպեսզի իրենց ծախսերը հոգան։ Բացի դրանից օրանը ունի մի հատուկ ծրագիր, որ ոչ միայն երեխաներին, այլ նաև արդեն երիտասարդներին տարբեր 8 մարզերում ուրեմն իրենք տարբեր արհեստներ են սովորում, ինչ որ նախընտրում են, եւ մենք վճարում ենք արհեստավորին դրա համար, եւ հետո գործիքներ ենք գնում երիտասարդի համար, եւ ինքը սկսում է աշխատել, իր քրտինքով փող վաստակել, եւ արդեն այդպիսի 1400 երիտասարդ ունենք, այո։ 1400 պատկառելի թվեր սրանք։ Ձեր կենտրոնում նաև հենց կենտրոնում գործում են արհեստագործական խմբակներ, բացի մարզայիններից, ու սա շատ մասնագիտական լուրջ զարգացում տվող երևույթ է ու կան դեպքեր, երբ երեխաները հենց արդեն օրանում այս արհեստագործական խմբակներից հետո ընտրում են այդ մասնագիտությունը, թե սա նրանց ավելի ունենք երեխաներ։ Այո, այո։ Ունենք երեխաներ, որ փայտի քանդակագործություն են անում եւ արդեն աշխատում են, բայց գիտեք այդ արհեստական սենյակները ոչ թե միայն արհեստ սովորել, այլ զբաղվել երեխաները եւ իսկապես իրենց համար նաեւ լավ թերապիա է, իրենց ձեռքերը օգտագործել, միտքը օգտագործել, նաեւ ունենք արհեստներ, որը իրենց օգտակար է լինում որպես մայր կամ որպես հայր, օրինակ ունենք կարանելու արվեստն են սովորում, որովից մայր պետք ունի ինձ թվում է։ Միանշանակ։ Եվ ուզում խոսենք նաև բարեգործության ձևի մասին ձեզ հետ միասին, որովհետև բարեգործությունը երևի թե միայն գումար փոխանցելը կամ ֆինանսական օգնությունը չէ, հա, այստեղ հոգատարությունը, նրբանկատությունը երեխաների հետ լինելու երևույթի մասին խոսենք։ Առաջինը ես ուզում եմ ասեմ, որ իսկական բարեգործ մարդիկ եւ այն մարդիկ, որ բարեգործություն են անում, ներառյալ ես անում եմ, որովհետև ես այդ բարեգործությունը առաջին անում եմ ես ինքս ինձ, որովհետև դա ինձ է մեծ հաճույք պատճառում եւ ինձ համար շատ ավելի հաճելի է հասկանալ, որ ես մի փոքր օգնություն եմ տվել եւ կարողացել եմ մի երեխայի ժպիտ պարգևել, քան թե ինչ որ նյութական գնում ձեռք բերեմ։ Եվ հետաքրքիր է, որ նույնիսկ մեր դոնորները, որ աշխարհում եք ասեցի սփռված են,
ամենամեծ ներդրում ունեցող մարդիկ նույնիսկ չեն ուզում, որ իրենց անունը հնչի կամ իրենց շնորհակալություն նույնիսկ ասես։ Եվ շատ անգամ, երբ որ գումարը իրենք տալիս են, իրենք են քեզ շնորհակալություն հայտում, որ շնորհակալ ենք, որ դուք մեզ առիթ եք տալիս, որ մենք բարեգործություն անենք։ Հնարավորություն ունենք։ Այո, եւ ես շատ ուրախ եմ նաեւ ասելու, որ բարեգործությունը իսկապես դավարակիչ է եւ այն ընտանիքները, որ օրանում են եւ օգտվում են օրանի սիրուց եւ բարեգործությունից, իրենք շատ ավելի բարեգութ են դառնում եւ սկսում են միմյանց օգնել։ Եվ այս երեխաները, որ դուք այսօր տեսնում եք այստեղ նստած, յուրաքանչյուրը կարող է ձեզ իր պատմությունը պատմել, թե ինչ բարի գործ է անում ինքը տանը կամ դպրոցում կամ օրանում։ Արդեն իրենք են բարության շարունակողն ու փոխանում։ Եվ օրինակով, ոչ թե խոսքերով։ Հրաշալի է սա։ Խոսենք օրանի առօրյայից, ինչպիսին է օրանի առօրյան, ինչ է նշանակում այս կենտրոնը երեխաների համար։ Առաջինը ասեմ, որ մենք մանկատուն չենք, որովհետև չենք հավատում մանկատան ամենևին չեմ ուզում վատաբանեմ այդ ինստիտուտը, բայց մենք ինքներս որոշել ենք, որ շատ կարևոր է, որ երեխան մեծանա իր ծնողների գրկում, ինչքան էլ որ պայմանները դժվար լինեն ծնողների, եւ ուրեմն մեր օգնությունը լինում է ընտանիքին, ծնողներին, որպեսզի երեխան տանը մնա եւ զգա իր ծնողների բուրկուրանքը, չնայած շատ երեխաները չունեն հայրիկներ, մայրիկների կամ տատիկների հետ են ապրում, երեխաները ուրեմն դրա համար գնում են դպրոց, իրենց թաղային դպրոցները, դպրոցից հետո գալիս են օրան, իրենք ստանում են վարձը տրանսպորտի, եթե տրանսպորտ են վերցրել, եւ հետո տաքսնունդ են ստանում, շատ համեղ, եւ դասապատրաստում են անում մեր ուսուցիչների եւ կամավորների միջոցով։ Պետք է ասեմ, որ նորից տասնյակ կամավորներ ունենք եւ Հայաստանից, իսկ ամռանը արդեն շատ դրսի երկրներից, որոնք գալիս են երեխաների հետ դասապատրաստում են անում, խաղեր են խաղում։ Իսկ դասապատրաստումից հետո, ինչպես դուք նշեցիք, տարբեր խմբակներ կան եւ երեխաները եւ սովորում են արհեստներ, բայց բացի դրանից օրանը շատ ուրախ տեղ է, պետք է ասեմ, եւ երբ որ գաք դուք միշտ կլսեք երկու բառ օրանի պատերից ներս, որտեղ երեխաները միշտ հանդեսներ են տալիս, երգում են, պարում են եւ դա շատ ամենամեծ կոմպլիմենտն է ինձ համար դա, երբ որ հյուրերը գալիս են եւ ասում են սա ամենաուրախ անկյունն է Հայաստան։ Ես այդպես եմ ուզում, ես չեմ ուզում մեր հյուրերը գան եւ խղճան, որտեղ մենք չենք ուզում այդքան, մենք արժանապատիվ ենք, մեր երեխաները շատ արժանապատիվ երեխաներ են, լավ ընտանիքներից են գալիս եւ ես ուզում եմ, որ մենք ամեն մի օրը, որ ապրենք եւ ապրեցնենք մեր երեխաներին, դա լինի հիշարժան եւ լեցուն լինի ժպիտներով։ Հրաշալի է ասված։ Ապրիլի 25-ին օրանը նշվում է իր 25-ամյակը, խոսենք օրվա առանձնահատկության մասին եւ ինչ միջոցառում եք նախապատրաստում։ Այո, 25 տարի օրանը կա, 40,000 մարդ ենք օգնել այդ տարիներին, որտեղ օրանը միայն իր պատերից ներս չէ, այլ պատերից դուրս շատ օգնություն ենք տալիս։ Եվ որոշեցինք, որ մի քիչ մեծ տոնենք մեր 25-ամյակը, մեր 40 դարը կլինի օպերայում եւ կլինի շատ հետաքրքիր ծրագիր եւ հրավիրվածները կլինեն ոչ որովհետև իրենք պաշտոնյա են, ոչ որովհետև իրենք մեծահարուստ են, այլ կլինեն մարդիկ, որոնք 25 տարվա մեջ օրանի կյանքի մեջ եղել են։ Նույնիսկ եթե ամենափոքր լուման են դրել օրանի կյանքում, իրենք հրավիրված կլինեն, որովհետև դա օրանի ընտանիքն է, դա մեր օրանի ընտանիքի օրն է, որ տոնենք, որ 25 տարի այդքան երեխաների կյանք չեմ ուզում ասեմ փոխել, բայց ձեռք ենք տվել։ Փոխել ենք իրենց կյանքին։ Պետք է ասել նույնիսկ, վստահ եմ, որ շատ պատկառելի թիվ եք նշում, Տիկին Հովհաննիսյան, իսկապես։ Իսկապես պատկառելի թիվ է, բայց ես ուզում եմ ասել, որ եւ սա համեստությամբ չեմ ուզում ասեմ, չեմ ուզում համեստ ձևանամ, որ իսկապես
հազարավոր մարդիկ են օգնել, հազարավոր մարդիկ եւ եթե իրենք չլինեին, ես երբեք չէի կարողանա անել այդ ամենը եւ հենց ապրիլի 25-ին մենք երկու մարդ նաեւ կնշենք որպես օրանի հենասյուն, այո ճիշտ է որ ես եւ Ռաֆին ենք սկսել օրանը, բայց առանց այս երկու մարդկանց, որոնք հանդիսանում են հենասյուներ, երբեք օրանը չէր լինի, դա Գրիգոր Գրիգորյանն է Անգլիայից, որի տատիկը իրեն պատգամեց ցեղասպանությունից էր ազատված տատիկը եւ Գրիգոր Գրիգորյանին ասեց, եթե դու մի օր դառնաս կարող մարդ, դու պետք է անպայման օգնես Հայաստանի երեխաներին եւ ինքը կատարում է իր մեծ մայրիկի այդ հորդորը եւ Ռաֆ Երիկյանը իր ընտանիքով, որ արդեն 15 տարի ավել է շատ մեծ ներդրում է արել եւ այդ օրը մենք բոլորս միասին կլինենք։ Հրաշալի, սա իսկապես շնորհակալ աշխատանք է Տիկին Հովհաննիսյան եւ խոսենք ձեր հուշերի մասին։ 25 տարի, վստահ եմ որ ֆանտաստիկ էմոցիաներ եք ունեցել, շատ հուզիչ, շատ լարող, մի խոսքով շատ խառն են եղել ձեր էմոցիաները այս տարիների ընթացքում, բայց ամենաջերմ հուշը որ ունեք այստեղից ու որ մտածում եք որ այս ամենը իզուր չէր։ Գիտես ներսես, ամեն անգամ որ երեխաները հանդես են ունենում, եւ 25 տարի է սա եւ համարյա շաբաթը մեկ են ունենում, ինձ թվում է ես էլ չեմ հուզվի, որ ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ լսել եմ, բոլոր աչքերի փայլերը տեսել եմ, ժպիտները տեսել եմ, բայց ամեն անգամ հուզվում եմ, որովհետև ես շատ եմ այցելում երեխաների տուն, ու երբ որ տեսնում եմ, թե այդ երեխան ինչ տնից է եկել օրան, ես ուղղակի ապշում եմ, զարմանում եմ, թե այդ երեխան ինչպես կարող է այդքան ուժեղ լինել, այդքան լավատես լինել, այդքան դժվարություններից այն կողմ ինքը դեռ կարողանա ժպտա, կարողանա հանրության լավ քաղաքացի լինել։ Իսկապես, որտեվ ընտանիքներ կան, որ դու այցելում ես ու ուղղակի շատ տխուր վիճակ է այդ աղքատությունը, ընդհանրապես լինում է մի մայր, հայրը չկա, հայրը կորցրել են, կլինի պատերազմ, կան գնացել է Ռուսաստան աշխատելու է չի եկել, մայր ունի մի քանի երեխա եւ այդ երեխաներին պետք է նայի, մեծացնի եւ ինչպես պետք է անի այդ ամենը։ Եվ գիտեք, ես մի քանի անգամ այս ասել եմ, երեխաները շատ արագ էլ իրենք կարողանում ադապտացվեն, իրենք կարող են ծիծաղել, իրենք կարող են առանց կոշիկի բոպլիկ մանգալ սառը քարերի վրա, բայց այդ ամբողջ ցավը, այդ ամբողջ ծանրությունը դու տեսնում ես մայրիկների ուսերի վրա եւ ամեն անգամ որ ես դա տեսնում եմ, դա է որ ինձ կարծում եմ առաջ եմ հում, քանի որ գիտեք ես էլ 5 երեխա ունեմ, ուրեմն գիտեմ ինչ է նշանակում դա։ Այս ամբողջ տարիների ընթացքում ինձ նաև շատ հետաքրքիր է ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր ներաշխարհում, 25 տարի շփվել եք երեխաների հետ, շատ պարզ, մաքուր, սպիտակ հոգիների հետ ու դուք ինչեր եք սովորել այս 25 տարիների ընթացքում, ինչ նոր ճշմարտություններ եք գտել ձեզ համար։ Կարծեմ ես ճշտել եմ ինձ համար թե կյանքում ինչն է կարևոր։ Մանավանդ հիմա գիտես, որ մի քիչ տարիքդ վերցնում ես եւ արդեն սկսում ես քո ընկերների, քո տարիքացիների մահվանլուրեր առնել, որը երկու լուր ունեցանք այսօր մեր սիրված դերասանը նաեւ նրանց մեջ, սկսում ես հասկանալ, որ գիտես այդ հիմար բաների հետևից պետք չէ գնել այդ նյութական եւ կյանքը շատ ավելի թեթև պետք է ապրել, ավելի մաքուր պետք է ապրել եւ ավելի օգտակար պետք է լինել, ավելի սիրով պետք է լինել։ Գիտեմ հիմա մարդիկ կան, որ նույնիսկ այդ բառերը արժե զրկվել է սեր, հոգատարություն, հարգանք, այնքան ժամանակները փոխվել են, որ այս բառերը կորցրել են իրենց իմաստը, բայց ես փորձում եմ չկորցնել։ Ես փորձում եմ իմ յուրաքանչյուր օրը ապրել սիրով եւ ազնվության եւ մաքրությամբ, միշտ չէ ստացվում։ Դուք կարող եք իմ ձայնը լսել, իմ գորգորոցո օրանից ներս, կարող եք տեսնել ինձ զայրացած, բայց այդ ամեն մի էմոցիան, որ ես ապրում եմ, դա ապրում եմ, որտեղ դա ողում է սիրուց ու հոգատարությունից։ Հրաշալի։ Ես առաջարկում եմ այս պահին, որպեսզի ես գնամ մի քիչ երեխաների հետ շփվեմ, Տիկին Հովհաննիսյան, լսենք նաեւ պատմությունները փոքրիկներից ու վերադառնամ զրույցին։ Շատ լավ։ Բարև ձեզ նորից, հրաշքներ, ոնց եք, լավ,
Ես ներսեսն եմ։ Հովիկ, Հովիկ ջան, խնդրում եմ խոսափողով մեզ պատմես քո օրանի պատմությունը։ Երբ հայտնվեցիր օրանում։ Դե Արցախյան պատերազմից հետո հայտնվեցի օրանում, շատ լավ ընդունեցին, շատ ջերմ, շնորհակալություն եմ հայտնում իմ խմբի մակավարժ ընկեր Սոնային, որին շատ ջերմ ընդունեցին ամբողջ խմբով։ Ինչ մի տարի է հաճախում եմ արդեն օրան ու շատ հետաքրքիր է անցնում յուրաքանչյուր օրը։ Ոնց ես քեզ զգում։ Ընկերներ ունես արդեն օրանում։ Հա։ Ինչ եք անում միասին։ Ոնց է ձեր օրը անցնում։ Գնում ենք խմբակների, շփվում ենք, դաս ենք անում։ Քեզ լավ ես զգում օրանում։ Հա։ Հրաշալի։ Ուրախ եմ շատ որ ծանոթացանք Հովիկ, վստահ եմ մենք դեռ էլի կշփվենք միասին։ Հաջորդը ով է ուզում իմ հարցերին պատասխանել։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը։ Գրիգոր։ Գրիգոր, ես ներսեսն եմ Գրիգոր։ Պատմիր ինձ Գրիգոր, ինչքան ժամանակ է որ գնում ես օրան։ Արդեն մի տարի է որ գնում եմ օրան։ Օրանը բարեգործական տեղ է, այնտեղ շատ լավ են ընդունել ինձ։ Եվ մենք լիք բարեր ենք սովորում, հանդեսներ ենք անում։ Ընկերներ ունես։ Այո։ Լավ է ջերմա օրանում մտնոլորտը։ Հրաշալի, ապրես։ Շատ ուրախ եմ որ ծանոթացանք մենք միասին, կհանդիպենք դեռ էլի։ Հա։ Գնամ տեսնեմ ելով իմ հարցերին կպատասխանի։ Ահա։ Կանոնը ինչ է։ Մանվել։ Մանվել։ Ես ներսեսն եմ Մանվել։ Շատ ուրախ եմ որ ծանոթացանք։ Ինձ պատմի քո օրանի պատմությունը Մանվել։ Ես օրան հաճախում եմ արդեն գրեթե 7 տարի։ Օրանում օրերը ջերմ անցնում, ինձ շատ ջերմ են ընդունել որ նորը եկել։ Շատ միջոցառումներ ենք մասնակցում, հետո իջնում ենք խմբակ, դասապատրաստում ենք անում որ գալիս ենք։ Քեզ լավ ես զգում են։ Այո։ Խիտա գրաֆիկը տարօրյա հարուստ է։ Օրանում։ Իսկ ընկերները սիրած աղջիկ, ինչ պատմի մեզ։ Չէ, սիրած աղջիկ չունեմ, բայց ընկերներ շատ ունեմ։ Ընկերներ շատ ունես։ Շատ լավ։ Ուրախ եմ Մանվել որ ծանոթացանք։ Կհանդիպենք դեռ էլի։ Մի քիչ մեծերին արդեն հարցեր տամ։ Պատմեք մեզ ձեր եւ օրանի պատմությունը։ Միջև այդ ուզում եմ պատասխանեմ ձեր հարցին, որ ասացիք ինչ ենք ուզում մասնագիտություն, ինչ ենք ընտրում։ Նախ առաջինը ուզում եմ պատասխանեմ, որ միջև մասնագիտություն ընտրելը մենք սովորել ենք ճիշտ մարդ մեծանալ, նոր լավ մասնակետ դառնալ։ Օրան հաճախել եմ մոտավոր 5 տարի առաջ, ամենասկզբից չեմ ուզել գամ օրան, չգիտեմ ինչ էր այդպես, բայց հիմա շատ կապված եմ ու չեմ պատկերացնում, թե 2 տարի հետո ես առանց օրան ինչ եմ անելու, նույնիսկ մտածում եմ գամ որպես կամավոր, շատ ջերմ միջավայր ու ես կասեմ, որ օրանում հատուկ մարդիկ են, հիանալի մարդիկ են, շատ ջերմ միջավայր է, ընկեր Արմինեից սկսած։ Հրաշալի, այո, ակնհայտ է որ օրանում մտնոլորտը շատ լավն է։ Մանվել, նախ ես ասեմ որ Մանվելը արդեն մեզ հետ գալիս է նկարումների ներսարիում 2 տարուց ավել եւ դու եւս օրանի սաներից ես Մանվել, կուզեմ պատմես դու քո պատմությունը օրանի հետ ու արդեն դու գալիս ես այստեղ աշխատանքի։ Տարիներ շարունակ օրանի կողքին եմ, 12 տարի օրանը օգնել է ինձ, Տիկին Արմինեն, ընկեր Սուսանան փողոցից ինձ ծաղիկներ վաճառելուց բերել են օրան, փոքրիկ եմ եղել, տատիկիս, պապիկիս հետ եմ եղել, շատ մեծ պատմություն ա եղել, Տիկին Արմինեն փոքրուց ինձ մեծացրել ա, ծնողական ջերմություն ա տվել, իմ կողքին ա եղել ու ամենալավագույն օրերը ապրել եմ օրանի 25 տարվա, այս 12 տարվա ընթացքում եւս եւ ապրում եմ 13 տարի։ Հրաշալի Մանվել։ Մենք ես շատ սիրում ենք ու շատ ուրախ ենք որ դու մեր թիմից ես Մանվել։ Ահա, լսենք գեղեցկուիներից մեկին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հերթով եկեք պատմեք մեզ ձեր պատմությունը, նախ ծանոթանանք։ Ես Վիկտորիան եմ, ես գրեթե 5 տարի ինչ հաճախում եմ օրան և օրանում ասեմ շատ սեր կա, որը սկսում է հենց Տիկին Արմինեից այդ սերը։ Հրաշալի, ձեզ լսենք։ Ես Էլենն եմ, ես հաճախում եմ օրան արդեն 3 տարին գլխանա, երբ ես եկա արդեն
ընկեր Լուսինեի խմբից էի ու ինձ շատ ջերմ էին ընդունում այնտեղ։ Ես սկզբում մտածում էի այնտեղ ինչ որ անսովոր կլինի կամ ինչ որ բան, բայց այնտեղի բակային խաղերը, ամռանը։ Ինչ է խաղում օրինակ քեջ բակային։ Վոլեյբոլ, բասկետբոլ, այնտեղ մենք բան գործնագործ, 7 քար, բանգաբլետ։ Չէ, 7 քար չէ։ Պահմտոցի։ Հա։ Ռեզին։ Չէ։ Ռեզին չեք խաղում։ Չէ։ Ոնց աղջիկները էլ ռեզին չեն խաղում։ Վաղուց արդեն ոչ։ Բայց ինձ լսեք խաղացեք մի օր, հետո կասեք շնորհակալություն։ Այնտեղ մենք, ինչպես նշեց Տիկին Արմինեն, ունենք շատ խմբակներ, որից ես հաճախել եմ նկարչությունը ինձ շատ ադուր եկել, այնտեղ էլ շատ հետաքրքիր անցնում, մասնագիտություն ենք սովորում։ Երեխաներ կան, որ կարծեմ նկարչության այդ առումով գնացել են այդպիսի ուսումնարաններ եւ շարունակել են, հա, արդեն հետո կրթությունը գուցե բարձրագույն։ Հա։ Հրաշալի։ Շատ լավ։ Գնամ ճուտիկների մոտ։ Շնորհակալություն։ Ու ինձ հուշել են, որ դուք նաև ունեք նվեր ինձ համար, ու չգիտեմ ով է ինձ այդ նվերը հանձնելու։ Ով է ինձ այդ նվերը հանձնելու։ Ահա, ճիշտ էլ եկել էի։ Գամ քո մոտ։ Բարև գեղեցկուհի։ Բարև։ Քո անունը։ Էլեն։ Էլեն, ես Ներսեսն եմ Էլեն։ Շատ ուրախ եմ, որ մենք ծանոթացանք։ Իսկ ինչ նվեր եք ինձ բերել։ Սա Օրանի կողմից ձեզ։ Սա Օրանի կողմից ինձ։ Շնորհակալ եմ շատ Էլեն քեզ, Օրանին ու բոլոր ճուտիկներին ու ոչ միայն, բայց այս ովքեր են պատրաստել սա կպատմես։ Մեր Օրանի երեխաները։ Այս հենց դուք եք պատրաստել։ Այո։ Վաու։ Շատ շնորհակալ եմ։ Էլեն, շատ շնորհակալ եմ քեզ ու բոլոր սաներին Օրանի։ Այս իմացեք, որ ինձ համար իսկապես շատ թանկ նվեր է սա ու գնամ տեղս ու համել պատմեմ ձեզ։ Ու ես էլ խոստանում եմ ձեզ ուրեմն, որ մի օր էլ ես պիտի գամ Օրան ու էլի ինձ համար այսքան կարևոր ու ջերմ նվերներով էմոցիոնալ։ Պայմանավորվեցինք, վերջ։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ Տիկին Հովհաննիսյան, այս հրաշքի համար, որ փաստորեն մենք արդեն մեր իրականությունը ունենք 25 տարի եւ վերջին հարցերը ցավոք սրտի եթերաժամի սուղ լինելու հետ կապված։ Օրանը հիմա ունի բազմաթիվ գործընկերներ, աջակիցներ։ Ինչ եք կարծում, բարեգործությունը այսօր Հայաստանում որքանով է արմատացած եւ հենց նաեւ ձեր օրինակով ու ձեր գործունեությամբ մարդիկ որքանով են ոգևորվում։ Պետք է ասեմ, որ 25 տարվա մեջ շատ մեծ փոփոխություն ենք տեսել բարեգործության մեջ, չի նշանակում, որ չկար բարեգործությունը 25 տարի առաջ եւ իդեպ ասեմ, երբ որ մենք Օրանը սկսեցինք, մեր կողքը կար մի հացթուղ, իր տնային պայմաններում հաց էր թխում մի քանի վաճառում եւ օրական 2 հաց նվիրում էր Օրանին 25 տարի առաջ եւ դա իմ համար ամենաթանկ նվերներից մեկն էր։ Այսօր այո կան այսպես ասած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում կան մեծ բիզնեսներ, կոմպանիներ, որ օգնում են, բայց դեռ այդ լուրջ թափը չի ստացել Հայաստանում։ Ես ողջունում եմ ամերիկյան համալսարանի նախաձեռնությունը, որտեղ նրանք պահանջում են իրենց դիմորդներին, որպեսզի կամավոր աշխատանք անեն, նախքան դիմելը համալսարան եւ ունենք շատ երեխաներ այդտեղից եւ ասեմ, որ տարիքը սահմանափակում չունի կամավորների։ Մենք ունենք Միացյալ Նահանգներից 7 տարեկանից սկսած մինչև Հայաստանում մոտ 80 տարեկան կամավորներ, որոնք մեծ աշխատանք են անում։ Ներսես, ես շատ շնորհակալ եմ քեզ այս հրավերի համար։ Ձեր ծրագիրը կրում է Ներսարի խորագիրը, անունը, եւ դա իսկապես մեզ համար շատ սրտամոտ է, որովհետեւ մենք էլ մեր բոլոր հյուրերին ասում ենք Ներսարի։ Ես եմ շնորհակալ ձեզ, Տիկին Հովհաննիսյան, որ եկաք ներս, եղաք ներսում, վերեցիք ես հրաշք փոքրիկներին ձեզ հետ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, տիտանական աշխատանքի համար իրականում 25 տարի 40,000 մարդիկ ժպիտ են ունեցել նաև ձեր շնորհիվ, շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Եվ ինչպես խոստացա ես արդեն երեխաներին, ես էլ անպայման մի օր պիտի լինեմ ներսում արդեն Օրանի։ Անպայման։ Եվ մեր 25-ամյակին։ Անպայման։
Այսօր մենք խոսեցինք այն մարդկանց մասին, ովքեր բարությունը վերածում են իրականության։ Մի բան հաստատ է, աշխարհն ավելի լավն է դառնում, երբ մարդիկ իրենց փոքրիկ լույսն են նվիրում ուրիշներին։ Շնորհակալություն Արմինե Հովհաննիսյանին, շնորհակալություն Հորանին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ բարությունը երբեք չի վերանա։ Սա Ներսարի գիշերային շոուն է։ Բարի գիշեր բոլորին։ Ոտքերով խաչեր եմ անում գնում Եվ գիշերը և ցերեգը այսօտար երկրում Եղանակը խանգարում է, գնում եմ գնում Եվ արդեն վաղուց ես հյուր եմ այսօտար երկրում Ոտքերով խաչեր եմ անում գնում Եվ գիշերը և ցերեգը այսօտար երկրում Եղանակը խանգարում է, գնում եմ գնում Եվ արդեն վաղուց ես հյուր եմ այսօտար երկրում